Okay, իսկ ուրիշ հարց։ Ասում եք դժվարություններ չենք տեսել, բայց վստահ տեսել եք, բայց այդքան մեծ չեք համարում այդ ամեն ինչը, բայց ես վստահ եմ, որ դուք անցել եք ճանապարհ, ու մենք հիմա տեսնում ենք ձեր ծառայության այն լուսավոր կողմը, տեսնում ենք արդեն բոլորի Instagram-յան էջերում աշխարհիկ թե քրիստոնյա, հովիվ գորի քարոզներից կտրած հատվածներ են, բոլորը գցում են, դա պատանիների սրտերին է կպնում, երիտասարդների սրտերին է կպնում, ու վստահաբար այդ ամեն ինչը պտուղ է ինչ-որ բանի։ Բայց այն ճանապարհը, որ դուք անցել եք, իրանից ենթադրում է քարքարոտ, դժվար, ինչ-որ ընթացք։ Այս ընթացքում ինչ սկզբունքներ ու արժեքներ եք ձևավորել ձեր մեջ, որոնք ձեզ ստիպել են մնալ ու չհանձնվել, որպես ծառայողներ։ Ես ես ասեմ, կապ չունի ծառայության մեջ դու ինչ դիրքի ես հասնում, կապ չունի քո ենթակայության տակ, հա, սենց ասեմ, ինչքան մարդիկ կան ծառայողներ, այնքան կարևոր է ցանկացած ծառայողի համար չկորցնել ապաշխարության ունակությունը, որ ես այո լինելով թեկուս այսինչ հաջողությունների մեջ, ես գիտակցեմ իմ սխալները եւ իմ սենց ասեմ, կեղտերով գամ Աստծո առաջ, որտեղ մարդ երբևիցե, քանի ապրում է այս երկրի վրա, չի կարող հասնել մի այնպիսի մակարդակի, որ ինքը էլ փոխվելու տեղ չունի, որ ինքը արդեն սուրբ է, հեսա ես ձեզ կսովորացնեմ ինչպես է պետք սուրբ լինել։ Մենք չպետք է կորցնենք ապաշխարելու կարողությունը։ Ես այսօր գիտես ինչ, գնալով այդ մեղքերը այսպես բուճուրանում են, դա նորմալ է, դա ճիշտ է, բայց իրանք կան։ Ու ես շատ հաճախ գալիս եմ ասում, Տեր Աստված, ես ինչ էր կպավ ինձ, ազատի ինձ։ Ես անուններով եմ կոչում իրանց, ես ինչ միտքեր եկավ։ Ես իմ մեջ, գիտեք ինչ, այս հարցը ճիշտ ու սխալ պատասխան չունի, ես իմ անձնական փորձառությունն եմ ասում։ Ես իմ մեջ կրթել եմ այդ սովորությունը չդադարել, Աստծո առաջ գալ ապաշխարությամբ։ Ասեմ Տեր Աստված, ես սենց վարվեցի, ամեն հարկ Տիրոջը, բայց իմ միտքը ուրիշ տեղ էր։ Ու դուք գիտեք ինչ, շատ հաճախ ես տեսնում եմ, որ Աստված մարդու մեջ ինչ-որ արժեքներ է տեսնում, հա, թերքուս մարդու պարզությունը, մաքրությունը, ու վստահում է ծառայություն, ու ծառայության մեջ արի ուտես, մարդը կորցնում է, ու լրիվ ուրիշ մարդ է դառնում։ Ու այս պահերն է, որ մենք պիտի կարողանանք պահել երբևիցե, ունես հնարավորություն, բայց երբևիցե ծառայից չվերածվես իշխանավորի։ Ես այսպես ասեմ, ուղղակի իմ ծառա ես, մնաս միշտ ծառա, այն թասով ջուրը սրբիչ ուսերիդ պատրաստ լինես ոտքեր լվանալու։ Շնորհակալություն Հովիվ Գոր։ Փառք Տիրոջը։ Առակաց գրքում միտեղ կասմա 3-րդ գլխի 5-6 խոսքերն ասում է Տիրոջը ապավենի քո բոլոր սրտով ու հոգու հասկացողությանը մի վստահի, հետո ասում է քո բոլոր ճանապարհներում իրան նայի, այսինքն եթե դու հասկանում ես, որ այդ ամեն ինչի հեղինակն էլ, անողն էլ, տանողն էլ Տերն է, քեզ այդ ամեն ինչի մեջ, տեսեք, շատ հեշտ է լավի մեջ էլ ընկնել, որովհետև երբ որ դու մտածում ես չկա քիզի նման, այդ արդեն պարտություն է։ Երբ որ դու մտածում ես, որ բայ ինչ որ բանի հասա, որովհետև ես լավն եմ, այդ պարտություն է։ Վերջերս ես մի տեղի բարձր ծառայողներով նստած էին, այնց շատ հոգևոր բարձր ծառայողներով։ Մի քանի հոգով հարց էր քննարկվում, վերջում ասեցին Հովիվ Գոր, աղոթքով կեզրափակես ծառաբանը, մեր էս հավաքը, գիտեք 2 րոպե ուղակի ոչ ծրագրած աղոթք արեցի, բայց իրոք նես ներկայություն իջավ, ոչ ծրագրել էի, ոչ մտածել էի, ու դուս եկանք։ Հետո իրանցից մեկը գրել ասում է Հովիվ Գոր, կասես խնդրում եմ, որ դες քո վրա այդ օծությունը չէ, որ դու հասարակ քարոզ սենց աղոթք կարեցիր, ինչի ես ամեն ինչի իջավ։ Ինքը տենց զարմացել էր մարդը, ուզում էր հասկանալ։ Եկա տուն Աննային ասում եմ, նա ինչ ա գրել էս իշ մարդը, ու ասում եմ, ան, տեսեք, տարբեր մարդիկ ինձ մոտենում են ասում են, դու երևի օրը 5-6 ժամ աղոթք ես չի անում։ Ուրիշները մոտենում են ասում են, երևի այսքան ծոմեր ես անում, այն մեկը մոտենում ասում է, երևի սենց, երևի անդադար մարդկանց համար ես աղոթում, ես անում, ես անում։ Ու հետո Աննայի հետ խոսում ենք, ասում եմ մարդիկ չեն կարող հասկանան, որ ասես կմտածեն եկյատ ես պատում, որ չէ, դու ուղղակի սովորական քրիստոնյա ես, որը որ փորձում է ապրել Աստծո սրտով։ Ես օրը 6 ժամ աղոթք չեմ անում։ Հասկանում եք, մարդիկ կան, որ օրը 6 ժամ աղոթք կարան անեն ու տենց էլ Հիսուսի հետ կապ չունենան։ Որտեւ իրանց նպատակն է 6 ժամ աղոթք անեն, որ օծություն իջնի, ոչ թե Տիրոջը հանդիպեմ։ Դու կարաս 10 րոպե նստես Տիրոջ հետ խոսաս ու ամեն ինչ լուծվի։